3 հայտնի երգիչներ փաստորեն չեղարկում են իրենց հայտագրումը, որը կատարվել է երկրպագուների կողմից։ Իրենք բոյկոտում են մասնակցությունը խազեր մրցանակաբաշխությանը։ Եվ դուք որպես կազմ կոմիտեի անդամ, նախ ձեր գնահատականը, ձեր վերաբերմունքը մի քիչ վիրավորական չէ ձեզ համար եւ ինչ եք տեսնում այս կատեգորիկ մոտեցման տակ։ Գիտեք, ինձ թվում է այդ չցանկությունն է ինչ որ մրցակցության մեջ ընկնել եւ մասնակցել, քանի որ շատ արտիստներ ունեն այնպիսի տպավորություն, որ իրանք միակն են եւ իրենք ուզում են իրենց այդ պիեդեստալի վրա մենակ մնալու, բայց չէ որ առողջ մրցակցության մեջ է միշտ տնվում եւ զարգացում ստանում արվեստը եւ միայն առողջ մթնոլորտն է դրթում արտիստին, որպեսզի նա զարգանա։ Դա իմ վերաբերմունքն է եւ ես համարում եմ, որ ինչքան շատ լինի առողջ մրցակցություն, այդքան մեր արվեստը ավելի մեծ հնարավորություններ կունենա զարգանալու եւ արվեստագետը ունի ոնց որ շանս ավելի իրան ցուցաբերելու եւ այդ ցանկությունը ունենալու զարգանալու։ Ինչ վերաբերվում է մեր անձբոյկոտին, մենք ունենալու ենք արտահերթ նիստ, որտեղ կկայացվի որոշում եւ ակադեմիան իրեն օֆիցիալ հայտարարությամբ կգա այդ կապակցությամբ։ Երբ է նախատեսվում արտահերթ նիստը կազմ կոմիտեի։ Այսօր։ Արաքս մի էսպիսի հարց, ամեն դեպքում միայն Իվետ Ամուկուչյանը ընդգծում է իր խոսքում, որ դիմումներով, գրավոր դիմումներով եւ բանավոր խոսքով ինքը արդեն մինչ այդ դիմել էր ձեզ եւ ասել էր, որ հրաժարվում եմ, խնդրում եմ ինձ չներառել այդ անվանակարգերում, այսինքն հաշվի չեն առնվել նրա դիմումները, թե ընթացակարգն է։ Կա կանոնադրություն, հա, ակադեմիայում, որ եւ արտիստը կարող է իր հայտը ներկայացնի եւ նաեւ եթե իրեն երկրպագուները 100-ից ավելի եթե գալիս է հայտ, մենք պետք է ընդունենք այդ հայտը։ Դրա համար ոչ մի խախտում ակադեմիայի կողմից այդ հարցում չի եղել։ Մենք իրավունք չունենք չընդունել հայտը, եթե այդ հայտը եկել է։ Բայց մյուս կողմից իրավունք չունեք նաև ըստ էության չեղարկելու նրանց մասնակցությունը, որովհետև դուք դեռ նոր եք որպես մրցանակաբաշխություն եւ ձեր հաստատված ընթացակարգով փաստորեն չկա նաև չեղարկման հնարավորություն։ Ստացվում է դուք հիմա երկու Դրա համար մենք հիմա այսօր արտահերթ նիստում կքննարկենք այդ բոլոր հարցերը եւ յուրիստների հետ կքննարկենք, այո, ինչպես կարելի է դա ճիշտ ձևով անել եւ ակադեմիան իր այդ օֆիցիալ հայտարարությամբ կգա եւ բոլոր այդ հարցերին կպատասխանի անպայման։ Ձեր կարծիքով կա այլ մոտեցում այս որոշման տակ։ Երգիչները միգուցե ունեն անվստահություն, միգուցե այլ շարժառիթներ, այլ դրդապատճառներ ունեն հրաժարվելու մասնակցության։ Անվստահության համար ոչ մի թեմա չկա, որովհետեւ մենք 1 տարի է, հա, ինչ ստեղծվել է ակադեմիան, 1 տարի ինչ գործում է եւ բոլոր անդամները, ով ակադեմիայի անդամ են, բոլորը մասնագետներ են, պրոֆեսիոնալներ են եւ այնպես չէ, որ մեկ հոգու ինչ որ կամ մի քանի հոգու կմհաճույքով ինչ որ որոշում է ընդունվում։ Քննարկվում է բոլոր հայտերը եւ համարյա եթե չեմ սխալվում 500 հոգի իր ձայնը տալիս է։ Այսինքն քվեարկությանը մասնակցում են 500 մասնագետներ։ Այո, եւ 500 հոգու միայն եզրակացությամբ այդ քրատերտիկներով միայն կազմվում է ընդհանուր բալերը եւ հայտարարվում է ով է շահել այդ մրցանակը։ Այսինքն պարգևատրվողները կամ պոտենցիալ պարգևատրվողները իրենք չեն ճանաչում իրենց համար այո կամ ոչ ասողներին։ Չէ, ակադեմիայի բոլոր անդամների հետ կարող են կայքում ծանոթանալ ով են ակադեմիայի անդամները, բայց ինձ թվում է դա աբսուրդ է մտածել, որ 500 հոգում կարելի է հետները պայմանավորվել եւ ինչ որ մեկին տալ կամ մեկին չտալ, դա աբսուրդ է ուղղակի։ Ներգրաված են մարդիկ, ով որ ունի մտադրություն մեր ընդհանուր արվեստը ոլորտը հա մի քիչ բարձրացնել եւ ավելի լավ ցույց տալ, քան թե մենք այսօրվա օրով գտնվում ենք, որտեղ շատ խնդիրներ կան, մենք բոլորս ծանոթ ենք այդ խնդիրների հետ եւ փորձում ենք ինչ որ լավ գործողություններով ուղղակի մեր այս միջավայրում ավելի առողջ մթնոլորտ ստեղծել, որտեղ չի կարելի ուղղակի մտածել, որ միայն դու ես որ կար եւ բացի քեզանից ոչ ոք չպետք է լինի։ Ինձ համար որպես երաժիշտի օրինակ հայտնաբերություն էր անցյալ տարի, ես շատ նոր անունների հետ ծանոթացա, որոնք ինձ զարմացրել են որպես երաժիշտի եւ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի երիտասարդ մենք ունենք շատ լավ տաղանդավոր երեխաներ, որոնք ես համոզված եմ կունենան շատ լավ ապագա եւ այս շատ լավ պլատֆորմ է նրանց համար,
որպեսզի իրանք այդ ստարտը ստանան եւ կարողանան մեծ բեմ դուրս գան։ Ամեն դեպքում ձեզ համար որպես կազմ կոմիտեի անդամ մի քիչ մտահոգիչ չէ, որ մրցանակաբաշխությունը նոր է այսպես սկսվել իր գործունեությունը եւ արդեն երկրորդ տարում մի փոքր անհարմարություններ եւ սկանդալային իրավիճակում հայտնվեց։ Թե ոչ մի բան դրա մեջ չկա, ես համարում եմ, որ ամեն ինչ լինում է բոլոր ոլորտներում էլ, երբ որ մի բան սկսվում է, դա նորմալ է, որ երևի ինչ որ մարդկանց մոտ կա անվստահություն, բայց այդ անվստահությունը պետք է ինքն իրեն ոնց որ գործով պետք է հաստատես դու ինչ ես անում։ Երբ որ գործը տարված է լավ, դրա դեմ ոչ մի կասկած կամ ինչ որ չարախոսիկ չի կարող աշխատել, երբ որ դու տեսնում ես լավ պրոդուկտ վերջում։ Իսկ դուք մտադիր եք այսպես առաջադրման ընթացակարգերին վերանայում տալ այսպիսի տհաճ իրավիճակներից խուսափելու համար, թե մասնավոր դեպքերում կկայացնեք կազմ կոմիտեի որոշում եւ կհարթեք անցնեք առաջ։ Ինձ թվում է մենք այսօր կքննարկենք բոլոր այդ հարցերը, որովհետև երբ որ նոր բան է սկսվում, միշտ ի հայտ են գալիս ինչ որ հարցեր, որոնք դու չես կարող ամենասկզբից նախատեսես բոլոր հարցերը, որոնք քո դեմ կբարձրանան։ Այսինքն չեք բացառում, որ հնարավոր է վերանայվեն պայմանները։ Իհարկե կարող են եւ վերանայվել եւ քննարկվել, բոլոր adekvat նորմալ պրոֆեսիոնալ մարդիկ են եւ հասկանում են, որ ամեն ինչն էլ կարող է լինել եւ ամեն ինչի շուրջ ամեն ինչը քննարկվող է։ Ամեն դեպքում շահեց խազերը այս սկանդալից ինչ որ բան եւ ինչ կկորցնեն այն արտիստները, ովքեր փաստորեն հրաժարվում են կամ այսպես մի քիչ կոշտ ձևակերպեն բոյկոտում են մասնակցել խազեր մրցանակաբաշխությանը։ Նայենք միջազգային ասպարեզում բոլոր մրցանակաբաշխություններին, բոլորի ժամանակ է լինում են ինչ որ սկանդալներ, ինտրանախորժություններ եւ նույնիսկ օրինակ կարող եմ հիշեմ Լեոնարդո Դիկապրիոյի դեպքը, որը 5 տարի առաջադրվում էր ստանում ոչ մի բան եւ նա իրեն ոնց որ ավելի ցածր արտիստ չի էլի քան թե մեր բոլոր արտիստները եւ նա իրան հետ ված չէր զգում որ նա 5 տարի անընդհատ դրվում էր եւ չէր ստանում։ Մենք նաեւ ֆուտբոլիստներ ենք ունենում այդպեսի որ չեն ստանում մրցանակ միշտ նույնն։ Այո, եւ կան շատ հանրահայտ արտիստներ, որոնք ընդհանրապես ոչ մի մրցանակ չունեն եւ ոչ միտեղ չեն մասնակցել կամ մասնակցել են եւ միշտ չեն ստացել։ Եվ դրանից արտիստի որակը կամ իրեն ստատուսը չի կորում։ Սա ուղղակի հարթակ է, որտեղ արտիստը կարող է ցուցադրել իր գործունեությունը, որ արել է անցած տարվա մեջ եւ անցած տարվա համար ստանա ինչ որ ոնց որ գնահատական իր արած գործին, բայց դա չի նշանակում, որ եթե արտիստը այս տարի չի ստացել նա վատ արտիստ է կամ մեկ մյուսից լավ արտիստ է, ոչ, դա գնահատական է անցած տարվա գործի համար։ Եվ պետք է մի քիչ ավելի հանգիստ եւ առողջ մտածելակերպ ունենալ եւ վերաբերվել բոլոր այդ հարցերին։ Անցած տարվա օրինակ 2025-ի աշխատանքն է քննվում, թե որևէ երգ կամ կատարում։ 25-ի ամբողջ աշխատանքը ներկայացում է, երբ որ մենք օրինակի համար քննարկում ենք կոմպոզիտոր կամ երգիչ, մենք նայում ենք ոչ թե մեկ գործ, որը նա ուղարկել է, մենք նայում ենք ընդհանուր նրա արված գործունեությունը։ Եթե քննարկում ենք ինչ որ կոնկրետ երգ, դա պարզ է մեկ երգ եմ քննարկում կամ տեսահոլովակ։ Նայած ինչ անվանակարգում են գրկվեց։ Նայած ինչ անվանակարգ է, այո։ 17 անվանակարգ է, ճիշտ եմ հիշում, եւ յուրաքանչյուրում առաջադրվում է 3 տեխնացու։ Այո։ Հիմա անհավասար պայմաններ է ստեղծվում, փաստորեն այն անվանակարգը, որտեղ պիտի լինեին այս բոյկոտած արտիստները, նրանց չեղարկումով տեղ է բացվում այլոց համար։ Դուք կհասցնեք մինչև 29 կայանալիք մրցանակաբաշխությունը անհավասար պայմաններ չստեղծել օրինակ Սոնա Ռուբենյանի կամ մեկ ուրիշի համար, որովհետև մյուս տեխնացուն իրենք են։ Երբ որ հայտերը գալիս են առաջի, առաջի ոնց որ այդ քվարկությունը արվում են բորդի անդամների կողմից եւ այնտեղ 3 հոգի չի, այնտեղ մեծ ցանկ է, որից ըստ գնահատականների առաջի 3 տեղով դուրս է գալիս, դա էլ մտնում է շորթ լիստ։ Դրա համար մենք այդ բոլոր անվանակարգերում ունենք նաեւ հայտեր, որոնք տրված են եւ ինձ թվում է մենք այսօր այդ բոլոր հարցերը քննարկելուց հետո կկարողանանք այդ շորթ լիստերի զեղչումների հարցն լուծել։ Այո, դա իմ անձնական կարծիքն է, մենք դեռ այսօր չենք քննարկել, դրա համար չեմ կարող ձեզ կոնկրետ պատասխան տալ այդ հարցի շուրջ։